կարևոր եմ համարում նաև ընդգծել, որ 55 միլիարդ դրամ տրամադրվելու է Ղարաբաղի մեր քույրերի եւ եղբայրների բնակապահովման եւ այլ կարիքների խնդիրների հասցեագրման համար։ Շարունակվելու է անկանխիկ եղանակով թոշակառուների ծախսերի յետվերադարձի համակարգը զարգանալու է եւ 2026 թվականին սա հասնելու է 20%-ի ներկայիս 12%-ի փոխարեն։ Ես ուզում եմ ընդգծել, մենք մի X պահից նախկինում մենք որդեգրեցինք քաղաքականություն, սա ըստ էության թոշակի բարձրացում է։ Բայց այո, նաև հանրային համերաշխության տրամաբանության մեջ մենք խնդրում ենք եւ մեխանիզմ ենք ստեղծում, որ այդ թվում թոշակառուները որոշակի ներդրում ունենան հենց իրենց եկամուտները ապահովելու գործում, որ վատ արգահատելի ոչ մի բան չկա դրանում։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։